Արարատի մարզի Խաչփար գյուղի մի քանի երեխաները օրերս հոսպիտալացվել են, պատճառը խմելու ջուրն է, երեխաները թունավորվել են։ Իմ թորնիկները հիվանդանոցում պարկած են, ամբողջ մարմինը վերքի մեջ։ Այս խմելու ջրի պատճառով դեմքը սաղ ասեն վերք է եղել։ Մենք խնդրում ենք գյուղացիներին անասունի տեղ չդնենք։ Դեպուտատներ կան, որ ջերմոցներ են ջրում, իրանց զգան բասային են լցնում, բայց այսօր գյուղացու երեխան հիվանդանոց պարկած։ Այդ մեր Հայաստանի նախագահն ինչ է մտածում մեր մասին։ Դե մենակ ընտրության վաղ տա գյուղացիներին հիշում։ Ուղիղ մեկ շաբաթ գյուղի մի հատվածը խմելու ջուր չուներ, բնակիչները ստիպված ջուրը գնում էին խանութից կամ բերում հարևան գյուղերից։ Խանութի պլանում ենք տալի ջրի։ Երևանից առնում են բերում, համսրան փոխտան համդրա։ Այսօր առավոտյան բնակիչների մի մասը արդեն ջուր ուներ, սակայն այն հավասարազոր էր չլինելուն։ Մի քանի շիշ ջուր լցնելու համար պետք է ժամերով սպասեն, կամ էլ գործի դնեն պոմպը, որը ոչ բոլորը ունեն։ Նայեք, խմելու գրանտի ջուր է, նայեք ինչ ուժեղ է գալի, չենք հասցնում փագենք դաժե։ Անունը որ տունը ջուր կա, բայց ումա պետք է սի։ Բացի ջրի քանակից խնդիր է նաև որակը, խաչփարցիները վաղուց մոռացել են ծորակից եկող նորմալ ջրի համը։ Ջուրը աղտոտված է ու ժանգոտված, որպես ապացույց ռետինի այս խողովակն է, որի միջով հոսող ջրից այն ամբողջությամբ մամռակալել է։ Խմելու ջրի սակավության ու անորակության պատճառներից մեկն էլ հին խողովակներն են։ Երկու ծերերը փոխել են, ստես հին խողովակն է մնացել, երկաթից փեդաս խողովակը։ Ջրի բացակայությունը գյուղացիների կյանքը դժոխքի է վերածել, աշխատած գումարով կամ ջուր են գնում կամ չօգտագործած ջրի համար տուգանքներ մուծում։ Ձմեռը -20-ի ժամանակ 3 օր պոմպակայանն անջատվեց, չկարացին մի հատ սալնիկ ճարեն, որ փոխեն։ Ամբողջ գիծը սառեց, մեր հաշվին քանդել ենք, հետո մի քիչ տաքացել է, փոխել ենք ջրագծերը, հենց եղանակը տաքանում է, մեր հարգելի ջրմուղ կոյուղցիները գալիս են ու սկսում են ակտավորել, շոչիկն է տրաքել, նա պլոմբեր, դուք մեզ տեղյակ չեք բայել եւ այլ, տեսուչեիշի ականջում քնած էր։ Բնակիչները դիմել են հայ ջրմուղի, սակայն ապարդյուն նրանց խնդիրը մնացել է օդից կախված։ Խաչփարցիները նաև պնդում են, որ իրենց այցելեն Սանեպիդկայանից, քանի որ ջրի թունավորման դեպքերը շարունակվում են։